նախ գրե իրավական հարաբերությունները դա այդ տիրույթ, վարչի իրավական հարաբերությունները դա այդ տիրույթ։ Եթե բան Դատախազը չգիտի, ես ասեմ։ Գիտի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ պատասխանատվության ինքնին օրենքում հստակ նշվում է, որ վարչական ձերբակալում իրականացում է իրավախախտման պարագայում, յուրաքանչյուր իրավախախտման պարագայում, որը որ հենց հանգեցնում է վարչական ձերբակալման, որպես իրավունքական ենթադրող միջամտություն, դրա արդյունքում կազմում է արձանագրություն։ Սա առաջինը, սա բացարձակ ճշմարտություն է, դրան հարմարագրված է կոնկրետ օրենքում, այսինքն արձանագրությունը անխուսափելի է պետք է կազմվի։ Սա առաջինը։ Դատախազը փորձ կատարեց նաև հուշման ձևով, ինչու՞ չէ, բայց այնուամենայնիվ այդ սխալ է։ Որ դրան պարագայում ինչ վարչական իրավահարաբերության մասին է խոսքը գնում, երբ որ արդեն զեկուցագրի համաձայն քրեական վարույթ նախաձեռնելու որպես այդպիսի քարտանիշներ են ծնվում, մեկը մյուսի հետ կապ չունի, առավել ևս նմանատիպ մեղսագրվող հարարկի պարագայում իշխանության ներկայացի դեմ բռնություն գործադրելու իրագործության հետ կապված։ Հենց այսպես արձանագրությունները շատ կարևորագույն նշանակություն ունեն։ Ինչու, որովհետև գործունեության օրինական լինելու հանգամանքը բարձելու համար պատվարժան դատարան դու օրինական գործունեության ես հակադրվում, պետք է այդ գործունեությանը օրինական լինելու վերաբերյալ համապատասխան ելակետը լինի։ Այսինքն ստացվում է, եթե մենք հակառակ մոտեցմամբ առաջնորդվենք, ոստիկանի յուրաքանչյուր ասածը ներողություն արտահայտությունից համար հալածյուղի տեղ պետք է անցնի իր գործունեության օրինական լինելու վերաբերյալ։ Ինքը ասում է իր գործունեությունը եղել է օրինական։ Ու նմանատիպ պարագայում Հայաստանի Հանրապետությունը կդատապարտվեն բոլորը։ Դրա համար օրենքի տրամաբանությունը հետևել է, որ այո, ոստիկանը կարող է տվյալ հայտնել, ինքը օրինական է գործել թե չէ, որտեղ ինքը այդ տվյալ հայտնելու կարելի ասել եղանակներից մեկն է, բայց իր ասածից զուգահեռ, որպեսզի օբյեկտիվ իրականությունը բարձվի, պետք է լինի օրենքները նախատեսվում է նաև այլ տարբերակ ելակետ հնարավորություն, դա ի վերջո օրենսդրության պահպանումն է։ Հիմա այս պարագայում ամբողջ խնդիրը հետևելն է։ Պարոն Ջոմարտյանը ասում է մենք օրինական ենք գործել։ Շատ լավ։ Կանխավարկածով դրա չեն կարող առաջնորդվել հավաստիության։ Օրինական գործունեության մասին պետք է վկայի որոշակի ելակետներ։ Հիմա այդ օրինական գործունեությունը պատվարժան դատարան եղել է վարչական ձերբակալումը իբրև թե վարչական ձերբակալումը իրականացում է իրավախախտման դեպքում։ Հիմա եթե վարչական ձերբակալում են արել իրավախախտման համար, պարզ տրամաբանությունը հուշում է, որ Լևոն Քոչարյանին, երբ որ բերել են ոստիկանության բաժին, պետք է կազմվել այդ ի վերջո մինչև այդ բռնություն, դիմադրություն, այդ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ասում եմ, որ չի կազմվել, ես տեղեկություն չունեմ։ Ես ասում եմ, որ չի կազմվել, ու դա դուք էլ կարող եք ասել, դա դատախազը կարող ասել, որտեղ նյութերի մեջ չկա, իսկապես այդ արձանագրությունը չկա։ Հիմա ես դրանից պարզապես ուզում եմ հասկանամ, լավ, տեղեկություն չունի եւ ի վերջո չի կազմվել։ Սովորաբար կարգը ո՞րն է, կազմվում է թե չէ։ Հարցը կարծում եմ շատ պարզ է, որովհետեւ այստեղ պարոն Ջոմարտյանին ամենայն հարգանքով իշխանին ինքը ասել, որ գործունեությունը եղել է իրանց օրինական, ես իրավունք ունեմ իրան չհավատալ, ու ես չեմ հավատում։ Եվ ինչու չեմ հավատում, որովհետև արձանագրությունը չկա։ Եթե Լևոն Քոչարյանը իրավախախտում արել, ուր է այդ արձանագրությունը։ Այլ հարցը պատվարժան դատարան, այդ արձանագրությունը մենք կվիճարկեինք, կմնար ուժի մեջ, չենք վիճարկի, բայց ուր է այդ արձանագրությունը, եթե ի վերջո Լևոն Քոչարյանը իրավախախտա, ուր է այդ արձանագրությունը, չի կազմվել։ Ամբողջ հարցը սա է։